հրաշալի խոսքեր էր, երևի որ ավարտենք, բան չենք կորցնի, բայց փորձենք լրացնենք էլի խոսքով, վկայությունով։ Այո, խոսքը ինչքան կարևոր է, եւ եղբայրս ասեց ամեն բանի վրա էլ սերը որ լինի, որտեղ առանց սիրո չել կարա ոչ մի ուժ չունի, ոչ մի խոսք, սիրով համեմված է, որ անկեղծ է։ Հաճախ մենք չենք նկատում ինչքան կարևոր է, լավն էր խոսքերը, որտեղ մի օր Տերը ցույց տվեց աշխարհի վրայի մեղքը, առաջին մեղքը, մեղքի աղբյուրը, որ դուռ բացեց, ես չէի նկատել, բայց առաջին մեղքը աշխարհի վրա որն էր եւ Տերը ցույց տվեց, որ բամբասանքն էր։ Սատանան եկավ բամբասեց, չարախոսեց եւ այդտեղից սկսվեց բոլոր մեղքերը, դուռ բացվեց բոլոր մեղքերը։ Հպարտությունը երկնքում էր, սատանան հպարտացավ, բայց երկրի վրա առաջի մեղքը, առաջի մեղքերի աղբյուրը դուռը որ բացվեց, դա բամբասանքն էր։ Եվ ցավում եմ, որ հաճախ եկեղեցիներում դրան շատ տեղ չեն տալիս, դե խոսում ենք էլի, դե կոֆե ենք խմում, դե քննարկում ենք, դե բայց գիտեք որ իրոք դա իմ կարծիքով որ Տերը բացեց դա ավելի դա մեղքերի աղբյուրն է գողությունից էլ անառակությունից էլ եւ ամեն բանից պակաս չի ժողովուրդ սպանությունից էլ պակաս չի որտեվ այո խոսքով կարող ենք սպանել խոսքով կարող ենք ապրեցնել Եվ որքան կարևոր է հաճախ մենք Աստծո խոսքով համարձակ խոսում ենք սիրով չհամեմված այո ես շատ լավ խոսքեր համաձայն եմ եւ Սուրբ Հոգով չլցված եթե Սուրբ Հոգուց գիտեք Աստծո խոսքը ինչ բազմազան է դրա համար ասում է գիրը սպանում է հոգին կենթանացնում է ես համարում եմ որ հոգին է գիրը կենթանացնում դրա մասին է խոսքը, որտեվ եթե մարդիկ շատ ժամանակ օգտագործում են խոսքը, բայց Աստվածաշնչից չի, ուսես ճտցնում են մարդու երեսին, բայց դու հոգուց առար, միգուցե այն մյուս խոսքներ, դա էլ Աստվածաշնչից, այդ ինչի դու որոշեցիր այս խոսքը օգտագործել, որ կարող է սպանի մարդուն Բայց եթե այն մի խոսքը օգտագործես կապրեցնի եւ հաճախ մենք օգտագործում ենք ցավոք սրտի խոսքը մեր ամբիցիաների, մեր պրինցիպների համար եւ դրա համար ամեն օր առավոտ կանող մեր թմի, մեր ծառայության մեջ որոշում ունենք մեր օրը սկսում է 3 ժամ աղոթքից, որ հոգուց առնենք այն ինչ որ պետք է ասենք, ոչ թե գրքից, էլի գրքից է որ հոգուց ես առնում, բայց այն տեղը որ Հիսուսն է, որ Սուրբ Հոգին է ցույց տալիս։ Գիտեք, եթե անգամ Հիսուսը որ խոսքն էր, առանձնանում էր Տիրոջ հետ, որ որոշումները կայացնելուց հոր հետ հաղորդ լիներ, որ որոշումները ճիշտ կայացներ, անգամ ինքն էր խոսքը Բայց Սուրբ Հոգին եւ հորը տեսնում ենք, ինքը առանձնացավ, ամբողջ գիշեր աղոթեց, եկավ 12 առաքյալներին մատնանշեց։ Այդ ինչ էր անում, խորհրդակցում էր, հաղորդ էր, եթե իրան էր պետք հաճախ աղոթել, հոր հետ հաղորդ լիներ, հոգու հետ հաղորդ լիներ, որ օրինակ բերեր, հրաշքաներ, բան մատնացուցաներ, որքան որ մենք Այո, գիրը սպանում է, մենք սպանենք Աստվածաշնչյան խոսքով, եթե հոգուց ստացած չլինենք, եթե սիրով համեմված չլինի։ Ոնց որ թեթև շեղվեցի դրա մասին չի խոսում, չպետք է խոսայի, բայց ուզեցա իմ համաձայնությունը եւ լրացումը կիսվի ձեր հետ, որ ինչքան կարեւոր է։
ավելի շատ սիրո զիջման ներողամտության մասին է ես ուզում խոսեի, ոնց որ Տերը մեզ ողորմեց, նենց էլ գիտեք Հովանի 3:16-ը որ հարցնեմ, բոլորը կիմանան, դաժե անգիր կասեն։ Որ ասեմ ձեր բարձրացնեք, գրեթե բոլորը ձեռքը բարձրացնեն։ Հովանի 3:16-ը կարծում եմ բոլորս գիտենք։ Բայց որ հարցնեմ նույն Հովանի 3:16-ը, բայց առաջի 3:16-ը կարող է շատերը ձեռնապահ լինեն։ Ամեն դեպքում ուզում եմ երկուսն էլ ընթերցելով ասեմ, Աստված Հովանի 3:16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Փառք Տիրոջը։ Սա մեր փրկության համար է եւ շատ սիրում ենք եւ շատ պահում ենք այս համարը մեր սրտերում եւ անգամ հաճախ ասում ենք առաջի Հովանի 3:16-ն եմ ուզում ընթերցեմ, սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտական ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Ստեղ մի քիչ ոնց որ պայման կա, մի քիչ այդքան հաճելի չի մեր մարմնին։ Մենք էլ պարտական ենք փաստորեն մեր կյանքը դնել։ Նենց չի որ մենակ որ այնպես սիրեց, իր կյանքը տվեց, բայց դուրս է գալիս մենք էլ պարտական ենք։ Հետո ավելի խորն է գնում ասма խոսքով, միայն խոսքով չծառայենք, այլ գործով։ Սիրելիներ էլ իրոք մեկս մեկի համար պետքա կյանք դնենք։ Հիսուսը ամեն մի ընկածի համար կյանք էր դնում եւ խոսքը շատ կարևոր է։ Իրոք ես էլ եմ խոսքից կառուցվե փրկվե, բայց փառաբանությունը, երկրպագությունը շատ կարևոր է։ Շատերը մենակ դրա համար են սրտները բացել Տիրոջ առաջ եւ դա մեզ սնում է։ Բայց այսօրվա եկեղեցուն ցավոք սրտի մի բան է պակասում, գործն է մի քիչ քչացել։ Առանց գործի ասում որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառք տան Տիրոջը, աշխարհի ժողովուրդը որ տեսնի, հասկանում եք խոսքը այնքան է հնչում, քաղաքական գործիչներ, չգիտեմ, նախագահներ, նախարարներ այնքան են խոսում եւ սա սուտ է դուրս գալի, մարդիկ խոսքի արժեքը կորցրել են։ Դրա համար ենք ստորագրում այսօր, որտեվ արժեքը կորել է, պետքա ստորագրես, չեմ հավատում։ Ստորագրի, որ հետո վաղը ապացուցեմ, դատի տամ քեզի։ Եթե չհամաձայնվես, այդքան առաջ տենց սկզբում այդպես չէր Հիսուսը կասեր։ Սկզբում մարդը ասել է եւ վստահություն է եղել, պետք չի վկա, ստորագրություն, ցավոք սրտի արժեքը կորել է։ Բայց դրա համար իսկ նաեւ քանի որ արժեքը կորցրել են խոսքի, քաղաքական գործիչները եւ աշխարհը ճշմարիտ խոսքն էլ չեն ուզում լսեն մարդիկ։ Փակ արդեն ականջները չեն հավատում ոչ մի բանի չեն, բայց որ գործը տեսնում են, ականջները բացվում է։ Դրա համար որքան կարևոր է խոսքը ապրելն էր։ Գիտեք, հովիվները, քարոզիչները, որ խոսքը ժամանակ են ծախսում, պատրաստում են, առաքյալներն էլ ասեցին մեզ արժան չի սեղանով, նրանով զբաղվել, մենք պետքա ժամանակը ծախսենք խոսքը, դա հպարտություն չէր, դա կարևոր է, որ պատրաստում են, փոխանցում են մեզ։ Ես մի օր հասկացա, որ ինչքան ժամանակ են Գագիկ եղբայրս եւ մնացած եղբայրները ծախսում, որ պատրաստեն, բայց ոնց կորի այդ ամենը։ Իրանց որ թողես սա օրը կհելեն կծառայեն, բայց իրանք պետքա խոսքը փոխանցեն, որ մենք վերցնենք դա անենք։ Դա շատ կարևոր է։ Եվ եթե Հիսուսն էր խոսքը, չէ, խոսքը մարմին դառավ։
որ նայում ես Հիսուսի կյանքին, հենց որ ինքն էր խոսքը, բայց նաև ինքը գործով սա ապա ցույց տվեց։ Ինքը ապրեցել խոսքը։ Դե դու ես խոսքը, էլ ինչ կարիք կա, դու մենակ ասա, չէ, եկավ եւ ապրեց խոսքը։ Որքան որ մենք պետք է ապրենք խոսքը, որքան որ մենք պետք է վերցնենք, լսենք, հավատում ենք այստեղ հնչող եկեղեցին առաջնորդը Սուրբ Հոգուց է, հովի միջոցով եւ որքան մենք պետք է ուշադիր լինենք, վերցնենք ու ապրենք։ Փառք լինի Տիրոջը, շատ չերկարացնեմ, փորձեմ վկայության տեղ տանք եւ կուզեմ մի հատ վկայություն հնչի, գիտեք զարմանում էի անգամ փարիսեցիները երբ որ անառակին բերեցին քարկոծելու եւ ասեցին Հիսուսը ասեց ով որ մեղավոր չի առաջինը թող քարը գցի անգամ փարիսեցիները քարերը ձեռներից գցեցին գլուխները կաշեցին ամոթով գնացին այսօրվա վերածնված եկեղեցին ամոթ չլինի ասել քարերը չի գցում ձեռներից ես տեղեր եմ եղել չեմ ուզում վայր ու տեղ ասեմ հարցակվում են դաժե թույլ չեն տալիս հələ մեղավորին է ճիշտ թող արդարացվածին անգամ թույլ չեն տալիս եկեղեցի մտնի Հիսուսը կասեր ինչ հոգուցենք մեկը մոտիկացել է էլի տեղ ու վայր չասեմ լավ քաղաքը սակրամենտում մենակ ասեմ ասում եմ ես ձեզ օգնում էի բայց որ իմացա որ այդ տարբեր տեսակի մարդիկ եք հանցագործ անառակ սա որ տանում եք ձեր տուն ես ասում եմ ձեզ չեմ օգնի մտածում ես բել ինչի իր լավ այդ օգնության արժեքը ո՞րն է այսինքն զարմանում ես այդ որ ասում եմ բայց երկար տարվա հոգևոր եղբայրս իրար հետ ենք, չէ, ոնց որ ես զարմանում եմ, դաժե ոնց որ եղբայրներս փորձում էին զեղծ պահին ինձ այդ հանդիպումներից ցավ եմ ապրում, որ եկեղեցին այսօր եկեղեցին քաջարելու, բարձրացնելու միտեղ մտածառ նոր ապաշխարել էի գնացի, վարվում էի մեկ էլ մի հատ տատիկ ասեց այն տղան թող այն տղայի վրա լույս կա ես էլ միշտ հանցագործ աշխարհի մեջ եմ պարագլուխ եմ եղել հակառակ ինձնից սաղ ոնց որ հետ ենք հաշվի ակամա չեմ խոսացել հետ ենք հաշվի ինչ որ իրավիճակ ա եղել կողքս միշտ բայց ասում եմ թող վկայի ես վկայեցի բան ասում եմ լավ բալա լավ ես ասում բայց որ Աստված կա, բայն հանցագործներին, այն անառակներին, գողերին, մարդասպաներին խի չի վերացնում։ Ասում եմ տատիկ ջան, որ այսօր դու խոսքը լսես ու ապաշխարես, ասում եմ ոնց։ Ասում եմ բայ ես դրանց գլուխն էի։ Աստված ինձ փոխել է այսօր որ բերի խոսքը, ասում եմ չի կարող պատահի, ասում եմ այ տեսնում ես որ ինչ հրաշք անում Աստված, որ իրոք չի կարող պատահի, մարդու համար անհնար է։ Ինձի աշխարհում սատան հանցագործներն էին անգամ սատանա ասում այնքան տեսակի հիմա մեր մոտի մարդ մեկ գալիս են ասում են դու գիտես ում ես տուն պահում ու դու գիտես ինչեր արել ասում դու որ ինձ իմանաս ինձ չես ասում ես որ փոխվել եմ որ նայում ես իրաց մեղքերի սխալների ծիծաղելը գալի է ասում ինձի որ Տերը փոխել է եւ ինձի որ վստահել է ասում եմ այդ ինձնից ավելուն պետք է բերե ես իրանց գլուխն եմ եղել ասում եմ ամեն մեղքի մեջ ես փայ եմ ունեցել հասկանում եք ուղիղ անգամ փայ եմ ունեցել ասում եմ այդ ասում եմ բայ ես հասկանում եք զարմանալի է բայց մենք անկացի կողքին լինող քաջալերող պետք է լինենք ոչ թե ցավոք սրտի այսօր եկեղեցին շատ մեկը ես կուզենայի որ իմ կողքին երբ որ Աստված չանի հանկարծ այթակի իմ նման մեկը լիներ ոչ թե
այն որ նշեցի, մատնանշեցի։ Դրա համար ինչ հոգուց ենք մենք։ Տերը ասում են մեզ չընդունեցին, վառենք, ես անեմ, ասում են ինչ հոգուց եք։ Ես եկել եմ մեռնեմ, ով որ ինձ չընդունեց, ով որ ինձ ծեծեց, հալածեց, որ ինքը փրկվի։ Դուք ասում եք մենք ինչ հոգուց ենք մենք։ Սիրեների երկարացնեմ կուզենայի մի հատ իմ քույրս, որ այո, իմ քույրս է ինձնից ես իրանից ոչ առավել եմ իմ տան մեջ ապրած իմ ընտանիքի անդամ եմ համարում իր դժվար պահին իմ կողքն ա եղել եւ եթե իրան մեղադրելու բան կա առաջինը ինձ մեղադրելու բան կա որտեղ ոչ առավել ոչ պակաս եմ համարում խնդրեի որ վկայել մեջան խնդրեմ քուր վկայությունը Աստծո փառքի համար որ Աստված ինչ կարող է անի Փառք ես Տեր Հիսուս Նախ ուզում եմ սրտանց շնորհակալ լինել բոլորից հետ որ թույլ տվեցիք անարժանիս այստեղ կանգնելու որտեղ ես այստեղ չեմ իմ համար այլ այստեղ եմ Հիսուս Քրիստոս անձնավորության փառքի համար չեմ եկել փորձելու արդարանալու, չեմ պատվելու այն ինչով որ անցել եմ անցյալ 20 տարիների ընթացքում, արդեն ամեն ինչ, ամենը տեղյակ եք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ Հիսուս Քրիստոս, այո, այն Աստվածն է, որ ինքը ասում է, թե ով է իր խոսքի մեջ, որ ասում է անցա կողքիցը տեսա, որ դու քանի անգամ նշվեց մեռած էիր։ Ես ինքս մեռած վիճակի մեջ Բարից բուն իմաստով 7 անգամ ինքնասպանություն եմ արել, չհաշված քանի անգամ overdose-ը տեղի ունեցել իմ կյանքիս մեջ, մի փոքր ուղղակի, որ գիտակցեք, թե ինչ վիճակի մեջ եմ եղել, երբ որ Աստված ինձ տարել է Գագիկ եղբայրենց Լուսնեկուրի կենստանը, այն աստիճանի դեղերը օգտագործել, որ էլ չէի կարողանում, ամբողջովին գիտակցությունս կորցրած Իմ փոքրիկ երեխան Կարենս ասում էր մամա Masha and the Bear մուլտիկը կմիացնես նայեմ դիստանցիոնը վերցրել եմ չեմ կարողանում չի աշխատում այդ ձևի սատանան չարը խորտակել էր ինձի մեռած բարից բուն իմաստով անհույս վիճակի մեջ հոգեբուժա Հայաստանի երբ որ աշկերտս բացեցի Տեսա դեռ երկրագուն մոլորակի վրա եմ նայեցի վերև առաջի բան ասեցի ինչ ես ուզում ինձնից ես մահն եմ փնտրում քանզի այստեղից նաև խոսեցվա որ մեր կյանքը մարդու աչքերի առաջ չենք մենք ապրում այլ մեզ ստեղծող ամենակարող Հիսուս Քրիստոսի առաջ ստեղծեց ինձ իմ մոր որովայնի մեջ ծնվածս օրվանից իմ կյանքը նրա առաջ ա եղել ու նաև ոչ թե մենակ ինձ ստեղծել ա իր կյանքն ա տվել մահացել ա իմ համար Ես պատասխանատու եմ նրա առաջ եւ շատ անգամ իմ այդ խավար պահերին վիճակից մեջ ես կռիվ եմ անում, ասում եի Երանի քեզ չճանաչեի, բայց քեզ որ ճանաչում եմ, գիտեմ, բայց նայում եմ իմ վիճակին, ասում եմ, խի ինձ ստեղծեցիր, դու ամենակարող, ամենակետ Աստված գիտեիր, որ նունեն կծնվի, սատանան դժոխք կհալածի, մեղքը կկործանի ու ես պիտի գնամ դժոխք, ասում եմ Չեմ կարողանում հասկանամ մի բան, մի երբ պիտի ինձի փրկես։ Եվ Փառք Հիսուսին, այո, որ նայում ես, սատանան հաջողվեց իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի մեջ։ Մեռած է, ես ինքնասպան։ Եվ վերջի անգամ ես համոզված եմ, որ էլ ես այս անգամ չեմ, բայց չի Տերը թույլ չի տալի։ Եվ ինչպես փրկությունս կատարվեց, դա տեղի ունեցավ, երբ որ Աստված ինձ տարավ, Գագիկ եղբայրս Լուսնեկուրի կենստանը, որտեղ որ ստեղ շատ էին, ինձի ասում են, ինչի չասեցիր, ինչի չէր մոտիկանում, չէի կարողանում, ուր չէի գտնում, չգիտեմ ինչի։ Բայց Փառք Հիսուսին, որ կան Աստծո հագած, Քրիստոսին հագած մարդիկ դեռ այս երկրագունդ մոլորակի վրա, որ իմ վիճակը իմանալով սիրեցին ինձ, գերբնական աստվածային սիրով, որովհետև սա խոսքեր չի ուղղակի որ ասում եմ, իրանք իրոք այդ մարդիկ են, որ Հիսուս Քրիստոս կերպարանքը հագած են,
Եվ անդունդի մեջ իմ նման մեկը գուբի մեջ ընկած, որ փորձում եմ հելեմ, չեմ կարողանում, ինչքան փորձում եմ, այնքան ավելի կեղտոտվում եմ, մրոտվում եմ, ցեխոտվում եմ, մեկը պետք է, եւ Հիսուսը ինչպես գործի այս երկիր մոլորակի վրա, եթե ոչ իրազավակների միջոցով, որոնք արդեն հագել են նրան ամբողջովին, ունեն Քրիստոս կերպարանքը, դա իմ Լուսինե քուրիկս է, իմ Գագիկ եղբայրը, իրանց մայրը, իրանց տանն եմ այս անցյալ տարուց ավել ապրելով, առաջի անգամ որ մտա այդ իրանց տունը զգացի գերբնական Սուրբ Հոգու ներկայությունը, ասում եմ գերբնական, որովհետև այն ինչ որ տեղի անեցել իմ կյանքի մեջ գերբնական է, ուժով չի, զորությունով չի, այլ իմ հոգիով ասում է Տերը։ Քրիստոսին հարություն տվող այդ զորությունը իրանց տան մեջ, աղոթների մեջ, իրանց սերը ճաշակելու մեջ իմ հոգին հարություն առավ նորից, զգացի, որ Աստված դեռ կա եւ արժանի է, որ այսուհետև իմ կյանքը ամբողջովին նվիրեմ իրան եւ այն սկզբում որ գնացել էի շատ էի տրտնջում, էլի Աստծո հետ ասում եմ ես մահն եմ փնտրում ու դու չես տալիս ինձ, բողոքում էի, բայց հիմա այսօր ճաշակելով ավելի Հիսուս Քրիստոսին, իրոք որ կենթանի է, ինքը իր զորությունը, իր հարություն տվող իրան այդ զորությունը, որ կա դեր գործում է, որտեղ ինքը նույն Աստվածն է, երեք այսօր ու հավիտյան, ես հիմա փառք եմ տալիս Հիսուս Քրիստոսին, որ կարող եմ ապրել նույն կյանքը Քրիստոսի մեջ, ավելի զորավոր, որովհետև մեղքը էլ իշխանություն չունի, որովհետև շնորհքն է արդեն ամբողջովին տիրում Սուրբ Հոգու լեցությունը։ Մի փոքր ուղղակի օրինակներ բերեմ, թե ինչ ձևի ընտանիք է, այդտեղ որտեղ որ ես մնում եմ շատ տարբեր կանայք են եկել, կանանց կենտրոնը էս մի տարուց ավել, մի կարճ դեպք հիշում եմ, որ ուղղակի իրոք հասկանաք նրանց սիրտը, նրանց սերը, որ պետք էր ինձ, որտեվ ես ինքս չէի կարողանում։ Մի հատ աղջիկ սենց ոնց որ գող ավազակ, բայց Հայաստանի մեջ Լուսինե քուրիկի հետ չի կարգու կանոնի չի ենթարկվում։ Իմացավ, հետո Լուսինե քուրիկը պատմում է, որ սենյակի դուռը փակել է, անգամ դանակա վերցրել, ասել է ես քեզ կխփեմ, էլի։ Եթե դու հիմա իմ ասածով չանես այստեղ, ասում է չէ, այստեղ հոգևոր տուն է, հոգևոր մթնոլորտ է, աղոթները պիտի մասնակցես, ոնց որ չարը գա, իրանց միջոցով փորձի խափանի քանդի, բայց սիրով համբերությունով ուզում եմ ասեմ ինչ ստրեսներով, ինչ մեկը ես իմ նմանիս հետ, որ իմ քուրը համբերությամբ սիրով այդ աշխատանքը տարավ, որ ես մաքրվեմ, որտեվ ամբողջովին չէր աշխատում դիպրեսիայի դեղերի վրա, anxiety, քնաբերներ, բայց իրանց տունը մտնելուց ընդամենը 10 օրվա ընթացքում ամենը կանգնացրեցինք Աստծո հրաշքով, վերականգնվելու ընթացքում դժվար է, բուժքույր եմ, գիտեմ, բայց համբերություն ունի, I love you, սիրում եմ քեզ։ Մեկ էլ երեխեքի մոմենտով էլի մի բան, երկու օրինակ պատմեմ, որ ուղղակի նրանց սիրտը հասկանալու համար իրանց փոքր մի հատ երեխա տղա ունեն, Սամվելիկը 5 տարեկան, այդ վաղտ իրանց տունը կար 7 երեխա, որբեր, անգամ ամենամեծը 14-13 տարեկան, մեկ էլ կտենաս կմնան այդ իրանց տղային, մի քիչ նենց խելոք հասուսիկ փուսիկա, կծեծեն, մի անգամ շատ էին երեխուն ծեծե, անգամ նենց էին բրդեխփե պատին, որ պատը գյաջը ոգվե մի խոսքով, լացելով եկել էր, բայց նրանց իրոք գերբնական աստվածային Սուրբ Հոգին պահում է, որ ներում են, սիրում են, տանում են, հասկանում են, չեն վրդովում, իրոք փնտրում են կորածը, գտնում են եւ ապրեցնում են։ Դա տեղի անենում էս տան մեջ։ Կներեք հայերենս մի քիչ էլ հուզված եմ, բայց հասկանում եք միտքը ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ շտապեմ, ասեմ, որ մեկը մոտիկացավ, ասում է, ախր դուք զոհաբեր կյանքով եք ապրել, դրա համար Աստված ձեզ շատ բան է վստահում, իմանալով մեր ճանապարհը, ասում եմ, լսի, դու որ ինձ առաջ ճանաչեիր, տենց բան չէիր ասի։ Ասում եմ, ես սիրում եի մարդկանց զոհ սարքի, բայց զոհաբերություն ես չի սիրում, ասում եմ, ինչ զոհաբերության մասին է, այսինքն ամեն բան Աստծոց է, ինչ որ քուրս պատմեց,
ամեն բան Աստծո շնորհքից է, որ իրան ունենալով ամեն օր մենք 3 ժամ մենակ առավոտն ենք աղոթում, հետո օրվա մեջ էլ օրվա վերջն է 7-ից 8-ը աղոթքի ժամը, եւ որ վերջացնենք օրը եւ օրվա մեջ էլ, այսինքն սա Սուրբ Հոգու գործն է, սա մեր խելքի բանը չի, լավ էլ ես, բայց Լուսինեն որ պատմեցն ունեն երեխունենց են ծեծե քացիների տակ ատամն են ջարդե, այդ որբերը որ վերցրել ենք, կերակրել ենք, խնամել ենք, լողացրել ենք, ամեն բան անում ենք, ոնց որ սատանան ուզենա չկառուցվի, չկայանա, մենք էլ հասկանում ենք, որ հոգու անում մեջ չի, որ Լուսինեն եկավ տենց, ընդամենը կարը ասել էր, չեք ամանչում մեծ եք, ոնց եք ես փոքրին ծեծե, այդքան բաներ ասե եւ դա Աստծոց չի կարա մարդկային, մոր սիրտը, որ եկավ ես զարմացել է Լուսինեի վրա, որտեղ խիստ էին ծեծե, իրոք գլուխը խփել են, գաջը թռել էր անկյունից, եւ ես մենակ կարացի ասեմ Լուսինե ջան, որ Հիսուսին խաչում էին հայրը ամեն բան տեսնում էր եւ իշխանություն ուներ նույն վարքյանին կանգնացներ ասում ինձ նման եղեք քրիստոնեությունը խո մենակ խոսալ չի եթե որոշել են քրիստոնյա լինենք գիտեք ես զարմանում եմ մեկ մի հատ մեծ միաբանության կոնֆերանս էր ասում եմ համարձակվեցի ասեմ կամ գրքում է սխալ գրված, որ նեղություններով, հալածանքներով է քրիստոնեությունը, կամ մենք ենք սխալ ապրում, մեկ քրիստոնյայի կյանք ես լինում հալած յուղի պես, ասում ես, ես էլ, որ եթե հնարավոր է, մենք էլ տենց չէ, իսկական քրիստոնեությունը, այո, եւ մենք էլ իշխանություն ունենք, կարա գնայի, ասեի, ձեզնից մարդ դուրս չի գա, հաներ շպրտեի, բայց հայրը տենց չարեց, այդ օրվանից ես ավելի հոր, ես շատ է գնահատում Հիսուսի զոհաբերությունը, բայց այդ օրվանից հոր զոհաբերությունը ավելի շատ գնահատեցի, որ ինքը ամեն րոպե կարար կանգնացներ եւ պատժեր, ոնց որ Հիսուսը ասեց 12 հորս չեմ կարող, աղաչեմ 12 գունդ հրեշտակ ուղարկի, բայց քրիստոնյա, քրիստոսապես պետք է ապրենք, այլ կերպ չկա, բայց հետո այդ երեխեքը նենց փոխվեցին, նենց են աղոթում, համբերել էր պետք, ասում շուշկալ համբերություն, շուշկալություն, ամեն խոսքը մեծ արժեք ունի, որ պետք է պայքարենք, պահենք, հիմա իմ այդ երեխու նկատմամբ ավելի ուշադիր են այդ երեխեքը, իմ երեխու նկատմամբ ավելի ուշադիր են, 3-4 հատ, 3 առաջի օրը 4 հատ որփի, որ դուրսն էին քնում, և Հայաստանում ցավում եմ, սոցիալն էլ է մեզ զանգում, ասում գիտեն, վերցրեցինք ու ասեցի եղբայրներին, որ հարցակում կլինի, ամեն անգամ հարցակում է լինում, գիշերը զանգել են իմ մարմնավոր տղայից, բոլորն են տղա, կեսը հոգու մարմնը ձեռն էր ջարդվել, շատ ուժեղ ձևի դուրս ընկե ու վիրահատության կարիք էր պետք, վիրահատել են, սա գիշեր աղոթեցի, չքնեցի էլ, հետո ժամը 7-ին եկա էլ ստեղ աղոթքի, մենք ամեն առավոտ եղբայրների հետ ստեղ միաբան աղոթում ենք այս դահլիճում ժամը 7-ից 8-ը ինչ որ եկել եմ, որոշում ենք կայացնեմ, միջև ստեղ լինեմ, եղբայրներ կան, որ միաբանության մեջ ուժ կա, միաբան աղոթքի մեջ ուժ կա, ասում 2-3-ը հավաքվեն միաբան։ Ժամանակը անցավ, Կառլոսից էլ է ուզում խոսալ, հետո մյուս անգամ կարծում եմ պատիվ կունենամ Գագիկ եղբայրս, քանի որ շնորհակալությունը վերջում թողացի, որովհետև Աստծոց շատ շնորհակալ եմ ձեր եկեղեցու, ձեր հովվի համար, որ եզակի եկեղեցին, որ ամեն ուղիղ ասեմ, ամեն ամիս է մեր կողքին, ոչ թե մի հատ հանդիպման ժամանակ, եւ դա մենք ենք անում, միասին ենք անում։ Ես հասկանում եմ եկեղեցի կա, որ մտնում ես, ուզում ես ասես հիշացնես են տաղանդները, որ Տերը տալիս է, այն մեկը, որ տանում պահում է,
Տերը ասեց այն մարդ լավ դու չէիր անում, տայրով որ անում էր, մեկին ինքը թող աներ, օգուտ կբերել, քեզ էլ օգուտ կբերեր էլի, այսինքն դաժե չեն էլ տալիս, այստեղ համարձակ եմ խոսում, որ այստեղ մեր կողքին եղող, տվող, ուղիղ եմ ուզում ասեմ եւ դրա պատճառով է որ կարողանում ենք անենք, Տերը օրհնի շատ, մենք էլ աղոթ ինչ կարող ենք ենք անում, մենք էլ աղոթների մեջ հիշում ենք ձեզ բոլոր մեր կողքին լինողներին առավոտներ աղոթների ժամանակ հիշում ենք, օրհնում ենք ընտանիքները, ֆինանսները, առողջությունը։ Դուք էլ ձեր գործի ժամից կտրում եք Տիրոջ գործի ժամի մեջ եք ներդրում անում։ Աստված շատ օրհնի, շատ շնորհակալ ենք Գագիկ եղբայր։ Բանի Կարլոսի սոսի որդիներ էր, ուզում ենք իր մասին վկայենք, վիդեո էլ կար, որ ինքը կիսվում է, թողանք մյուս անգամ ընդամենը ասեմ, որ շատ վատ վիճակում ադեկվատ չէր, ինքը խախտված էր լրիվ, վիճակի մեջ չէր, եկավ Հայաստան եւ Աստված էլի զարմանալի հրաշք արեց, 2.5 ամիս ընդամենը պետք էր համբերել, էլի համբերել, աղոթել, գիտեք, հարցակվում էր, ինքը հոգեբուժարանից ստեղից փախել էր, ստեղ փորձել էին օգնել, չէր, հետո հոգեբուժարան փախել էր ու մեր մոտ էլ հարցակվում էր, ինքնել ուժեղ տենց բան եւ շատերը ասում են, մայմար դեղ տվեք, թող հանգստանա, եւ որ դի դեղ տանք, ասենք մեր համբերելու հաշվին էլ ինչ օգուտ պետք է տանք։ Գիտեք 2.5 ամիս ինքը չէր կարա հասկանալ խոսքը, որ փոխվեր խոսքից, ինքը խփված էր, ուղեղնել էր խփված, երիտասարդ 10 տարեկան երեխա, թմրանյութներից սկսած, հետո խփել էր ուղեղին, բայց համբերությամբ 2.5 ամիս աղոթեցինք եւ Աստծո հրաշքը տեսանք։ Դա խոմ չեմ ասում մի բան արեցինք, ասում եմ աղոթեցինք, այսինքն ոչ թե մենք, այլ Տերը մեր մեջ, այսինքն ամեն բանի հեղինակը առանց չափազանցնելու եւ առանց խոնարհության Աստված անում։ Մեզ էլ մենք էլ որ այս օրում ենք, իրա պատճառով ենք, որ կարող ենք այո, տարբեր տեսակի հանցագործեր, դենցեր, նենցել, բայց Տիրոջ պատճառով է դա։ Ես հեչ տենց չի, ես հենց կակրած այն մի դաշտից էի ու այն մի դաշտի հավատարիմ ծառան էի։ Բայց Աստված ասում եմ հանցագործն սատանային ասում, բայց սատանային կարա Աստված մենակ հաղթի, ինձ ոչ ոք չէր կարա հաղթեր, ոչ ոք չէր կարա հաղթեր, եւ շնորհակալ եմ, որ Աստված օգտագործում է մեզ, բայց ամբողջ փառքը իրականում Իրանն է, իրա պատճառով ամեն բան, ոչ մի ես չեմ կարող հասկանամ ինչի պատճառով ես, որտեվ չեմ գտնում, ոչ մի շնորհք չունեի։ Թին չելենջը, որ եկավ ասեց, ուզում ենք այս երկրում մեզ ներկայացնես, ես արդեն տանը վերցրել մարդկանց պահում էի, ասեց ես ինչ տնօրեն, թին չելենջը Դեվիդ Վիլքինսոնի ծառայությունն է միջազգային, ասեցին ուզում ենք դու Հայաստանում մեր տնօրենը լինես, ասում եմ ես հանցագործող գիժ գրականություն չունեմ, չգիտեմ, ես չունեմ, աստվածաբանել չեմ, դրա մեջ էլ հարթուն չեմ, ասեց չէ, Տերը քեզ ա ցույց տա։ Անգամ ասեցին, եթե դու չհամաձայնվես, մենք այս երկիր չենք մտնի։ Եթե մարդը լինում է, նոր ենք մտնում, բայց ինչի պատճառով, իրա պատճառով, ոչ ինչ որ մի հատուկ շնորհք ունեի, ոչ մի բան չունեի։ Ամեն բան Տիրոջից է, փառք լինի նրա սուրբ անվանը։